Վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձ ղած է Քաթարի պետության Էմիր Շեխ Թամին բն Համեդ Էլ-Թանիին ասկային դոնին արիթով ուղերձին մեջ ասված է Հայաստան բարձր կգնահատե Քաթարի հետ բարեկամական եւ համագործակցային հարաբերությունները համոզված են որ մեր երկիրներուն միջև արգա է երկկողմ փոխգործակցությունը ավելի խորացնելու եւ ընդլայնելու մեծ ներուժ հատկապես հարավային Կովկասի մեջ ձևավորված նոր իրողություններու բարունակի մեջ կգնգալ է մոդաբակային հյուրընկալել ցես Հայաստանի մեջ ասված է վարչապետի ուղերձի մեջ Ասկային ժողովը ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինակի ձեռու փաթեթը համագարկը պիտի սկսի կորձել 2026 թվականի հունվար 1-ին առաջին փուլով համագարկի մեջ ընդգրկված են 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ կստացող անձեր մինչեւ 18 տարեկաններն ու 65 տարեկանին վեր քաղաքացիները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան ընկերային ցանցի իրեջին ներկայացուց առողջության համընդհանուր ապահովագրության գարկն ու շահառուներու գործողությունները Հայաստանն ու Ֆրանսան ստորագրեցին պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը երկու երկիրներու ներկայացուցիչները Փարիզի մեջ ունեցան երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ գայտնե պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ֆրանսա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը կընդգրկե քանի մտասնյակ միջոցառումներ զինված ուժերու կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներեն ներս բացի այդ ամփոփված են համագործակցության շրջանակներու մեջ 2025 թվականի աշխատանքները նշված են հաջորդ տարվան ծրագիրները, որոշված է հաջորդ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ ունենալ Երևանի մեջ։ Միացյալ Նահանգներու մեջ Հայաստանի Հանրապետության տեսփան Նարեկ Մկրտչյան հանդիպած է Ամերիկայի կոնգրեսի անդամ Քինեգործության հանձնաժողովի համանախագահ Դանիել Նյուհաուզի հետ։ Այս մասին գայտնեն Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփանատունեն։ Նշված է, որ զրուցակիցները քննարկած են խաղողագործության եւ քինեգործության ոլորտի մեջ երկու երկիրներու համագործակցության հերանեկարները։ Հայաստանի քինեգործական ավանդույթներու եւ ներկա հնարավորություններու վերաբերյալ համատեղ միջոցառման կարելիությունը։ Թուրքիան կպապակի Ռուսաստանին վերադարձնել S-400 հագաուտային պաշտպանության հրթիռային համագարկը Armen Press-ի փոխանցմամբ այս մասին հայտնած է Bloomberg։ Թուրքիոն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հետ հանդիպման ժամանակ բարձրացուցած է S-400 հագաուտային պաշտպանության համագարկերու հարցը, նշած է լրատվամիջոցը։ Նշված է, որ Թուրքիան այս քայլով կպապակի բարելավել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներուն հետ եւ ձեռք բերել ամերիկյան F-35 կորձանիչներ։ Եվրոպական խորհրդարանը հավանություն տված է մինչև 2027 թվականի ավարտը ռուսական գազի ներդրումեն փուլային դարբերակով հրաժարելու Եվրամիության ծրագիրին։ Գայտնե Associated Press ռուսական գազեն հրաժարելու վերջնական որոշումը պետք է կայացնեն Եվրամիության նախարարները, այդ քննարկումը նախատեսված է 2026 թվականի սկիզբը։ Եթե ծրագիրը վերջնականապես հաստատվի, Եվրամիությունը ռուսական հեղուկ բնական գազի ներմուծումեն պիտի հրաժարի մինչև 2026 թվականի ավարտ, իսկ խողովակաշարային գազեն մինչև 2027 թվականի հոկտեմբեր ամիս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնված խորհրդակցություն ունեցավ պաշտպանության նախարարության մեջ նշելով, որ 2025 թվականը շրջադարձային եղած է Ուկրաինայում մեջ ռազմական գործողություններու նպատակներու լուծման հարցով։ Պուտինն հայտարարած է, ռուսական զորքերը ազատագրեցին ավելի քան 300 բնակավայրեր եւ կպահպանեն ռազմավարական նախաձեռնությունը ամբողջ առաջնակիցի երկայնքով։ Բանակը կզարգացնի իր հարձակողական ներուժը։ Պուտինն հայտարարած է, որ Ուկրաինան ունի ՆԱՏՕ-ի աջակցությունը, իսկ Ռուսաստանի Դաշնությունն ունի հնարավորություն ցնելու իր հարձակումի ընթացքը ռազմավարական կարևոր տարածքներու մեջ։ Պուտին բարձր գնահատած է հյուսիս կորեացի զինվորներու ներդրումը Կուրսկի մարզի ազատագրության գործի մեջ։ Պուտին Ռուսաստանի կողմեն Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին բնդումները անվանած է սուտ եւ անհետեթություն։ Ռուսաստանի նախագահը նշած է, որ Ռուսաստան միշտ փորձած է հարցերը լուծել խաղաղ ջամփով։ Պուտին ավելցուցած է, որ Ռուսաստան գողջունի Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հետ Ուկրաինայում մեջ հագամարտությունը վերջ դնելու շուրջ երկխոսության ուղղությամբ արձանագրվող հարաճընթացքը։ Ուկրաինայոն նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մեջ ընդլայնված խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին նշած է, որ Մոսկվային հերթական աստակներ կստանան, որ Ռուսաստանը հաջորդ տարի կպատրաստվի շարունակել պատերազմը։ Զելենսկին Ամերիկային եւ Եվրամիության գործընկերներուն գոչ ըրած է արձագանքել այդ հայտարարություններուն։ Ուկրաինայոն նախագահը նշած է, որ եթե Ռուսաստանի դրամատրությունը այդպիսին է, ապա անոնք կրնան խաթարել նաեւ բանակցային գործընթացը կողարկելով Ուկրաինան եւ ուկրաինացիներուն
ոչնչացնելու իրենց ցանկությունը։ Պետք է իրական պաշտպանություն եւ մենք պիտի շարունակենք աշխատել բոլոր գործընկերներուն հետ, որպեսզի այդպիսի պաշտպանություն իսկապես ըլլա։ Պետք են անվտանգային լուծումներ, պետք են նյութական լուծումներ, ռուսական հաշիվներու հետ կապված պետք են քաղաքական լուծումներ եւ անհրաժեշտ է մեր բոլոր գործընկերներու համարձակությունը տեսնելու ճշմարտությունը, ընդունելու ճշմարտությունը եւ գործելու համապատասխանաբար նշած է Ուկրաինա նախագահը։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը